Ավետիք Իսահակյան անգլերեն հայերեն պատկերագրքի շնորհանդեսը վարպետի տուն թանգարանում է համախմբել գրականության մարդկանց հրատարակիչների և գրադարանային ոլորտի ներկայացուցիչներին, միասին նշում են գրքի տոնը և ներկայացնում թանգարանի վերջին հրատարակությունները։ Ավետիք Իսահակյան երկլեզու պատկերագրքի հրատարակությունը վարպետի 150-ամյակի հոբելյանական նախագծերից մեկն է, որն իրականացվել է Մշակույթի նախարարության դրամաշնորհով։ Գիրքը հարուստ է վարպետի կյանքի եվրոպական շրջանի բազմաթիվ վավերագրերով, փաստերով, հուշերով, լուսանկարներով, արժեքավոր փաստաթղթերով, որոնք առաջին անգամ են հանրայնացվում և նոր լույսի ներքո են ներկայացնում տվյալ պատմական ժամանակաշրջանը։ Այս հրատարակության վրա թանգարանը կենտրոնացրել է իր ամբողջ գիտական ներուժը։ Որն էր նպատակը իրականում այս ամենը հոբելյանական տարում հենց հանրայնացնելու, քանի որ մենք որդեգրել ենք հենց այդ ուղենիշը, որ Իսահակյանը վերադառնում է այն երկրներ, որտեղ ապրել էր, և Իսահակյանը համաշխարհային գրականության մեջ իր ուրույն տեղն ունի որպես մեծ բանաստեղծ, որպես Աբուլալա Մահարի պոեմի հեղինակ և որպես հասարակական գործիչ, որպես մեծ մտածող։ Եվ այս գրքով մենք կարող ենք պարզ ճակատով հանրությանը ասել, որ այո, մեծ վարպետը համաշխարհային գրականության մեծ այդ ընտանիքի մի մասն է։ Վարպետի թոռը Ավիկ Իսահակյանը թանգարան է եկել անմիջապես գրողների միությունից։ Այսօր արժանացել է գրական վաստակի համար պատվավոր վարպետ կոչմանն ու շքանշանին։ Ավիկ Իսահակյանը ներկայացնում է իսահակյանական իր գրքերը, Իսահակյանի գիտական կենսագրության երկրորդ հատորը, որը ներառում է 1900-ից մինչև 1912 թվականները վարպետի կյանքի և ստեղծագործությունների պատմությունը։ Հաջորդը Իսահակյանի 150-ամյակի միջազգային համաժողովի նյութերի ժողովածուն է և վերջապես Իսահակյանի 900 էջանոց ընտրանին, որը հրատարակել է Էդիթ Պրինտ հրատարակչությունը։ Գրքի հանդեպ պաշտամունքը և գրքի տոնը Ավիկ Իսահակյանը համարում է մեր ժողովրդին բնորոշող կարևոր հատկանիշներից մեկը։ Դա շատ լավ ավանդույթ է, որովհետև գիրքը միշտ մեր ազգի համար սրբություն է եղել։ Գիրքը երևի առավել այն ուժեղ զենքն է, որ շատ դարեր հայ ժողովուրդը պահպանել է աչքի լույսի պես։ Եվ մեր գրողներն էլ, մեր ընթերցողներն էլ, մեր գրքի և գրականության մարդը ունի իր տոնը փետրվարի 19-ը։ Իսկ վարպետի տուն թանգարանն արդեն պատրաստվում է նոր խոշորածավալ նախագծին։ Արդեն մայիսին թանգարանում նորամուտ է սպասվում։ Առաջին անգամ կներկայացվի իսահակյանական շարքի հիման վրա Սվիրիդովի ստեղծած Երկիր հայրական երաժշտական ներկայացումը։ Նունե Ալեքսանյան, Աշոտ Խաչատրյան, լուրեր։